Ձեր շրջապատում կան փողի խնդիր ունեցող մարդիկ։ Տվեք մի պարզ հարց։ Դու ինչի համար ես պատասխանատու։ Ունեք այդ մարդու աչքերի մեջ։ Դուք կտեսնեք, թե ոնց է մարդը զարմանում այդ հարցից։ Եթե դուք ինքներդ ունեք փողի խնդիր, ինքներդ ձեզ տվեք այդ հարցը։ Ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն ստանձնում։ Ամեն ինչի համար մեղավոր են ուրիշները, քո ծնողների համար, քո երեխաների համար, քո հարևանի համար, քո քաղաքի համար, քո պետության համար, աշխարհի համար, քո ընտանի կենդանու համար։ Դու ինչի համար ես պատասխանատու։ Խնդրեք այդ մարդկանց ուղղակի բարձրաձայն ասել հետևյալ բառը՝ պատասխանատու։ Մարդիկ այդ բառը անվարժ են ասելու, որովհետև չեն օգտագործում։ Սրանով ուզում եմ ասել, որ ձեր ֆինանսական խնդիրները կլուծվեն այն պահին, երբ որ դուք սկսեք պատասխանատվություն ստանձնել ձեր վիճակի համար եւ ասել, որ այ ես հիմա չունեմ փող, դրա պատասխանատուն ես եմ։ Հենց որ դուք պատասխանատվություն, հենց որ աղքատ մարդը պատասխանատվություն վերցնի իր վիճակի համար, ինքը դրանով ենթագիտակցորեն իր ուղեղին հրաման կտա փնտրիր լուծում այս վիճակից։ Մարդկանց ուղեղները չեն աշխատում, պարապուրդի են մատնվում, որովհետև մարդիկ գիտակցաբար իրենց ուղեղներին արգելում են աշխատել եւ ելք գտնել տվյալ վիճակից։